Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի 7-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին դեկտեմբերի 4-ին մեկտեղել էր թեմի հոգևոր դասին համայնքի բնակիչներին ու տարբեր բնակավայրերից եկած հավատացյալների։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ մարդիկ ժամերգության ու միասնական աղոթքի մասնակցեցին։ Ներկաները աղոթք բարձրացրեցին առ Աստված հայ առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և մյուս հոգևորականների, ինչպես նաև հայրենիքն ու եկեղեցին պաշտպանելու համար գերության մեջ գտնվողների համար։ Դա դառավ պարտադիր պայման Արագածոտնի թեմի ողջ հոգևոր դասի կողմից, որ շաբաթական գոնե մեկ անգամ իհարկե պատարագներին հիշում ենք, հիշատակում ենք, իրենց համար աղոթք ենք բարձրացնում, բայց մի բան է անհատական աղոթք, մի բան է խմբովի հավաքվել եւ բոլորս միասին մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված, խնդրելով մեր երկրի խաղաղություն, մեր հոգևոր հայրերին ազատություն եւ վեհապար հայրապետին քաջառողջություն։ Աստծո կամքով եւ Աստծո ողորմությամբ ամեն հինգշաբթի մեր թեմի հոգևորականած դասով մասնակցում ենք տարբեր համայնքներում, եկեղեցիներում միասնական աղոթքի։ Եվս մեկ անգամ մեր ուխտը Աստծո հետ ամրացնում ենք, մեր եղբայրության ուխտը ամրացնում ենք եւ մեր աղոթքը Աստված բարձրացնում ենք մեր եկեղեցու անսասանության համար, մեր եկեղեցու ազգընտիր գահակալի անսասանության համար, արևշատության համար, մեր ձերբակալված սրբազան հայրերի եւ հոգու եւ մարմնի առողջության համար, իրենց շուտապույտ դուրս գալու համար, մեր Տեր Գարեգինի, մեր եղբոր եւ բոլոր քաղբանտարկյալների համար։ Եվ այժմ մենք շատ ունենք աղոթքի կարիք, մենք այժմ ունենք միասնության կարիք։ Արագածոտնի թեմի հոգևորականներով, ինչպես նաև մեզ միացած հավատավոր մեր զավակներով հավաքվել ենք այս անգամ Ոսկեվազ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցի միասնական աղոթքի։ Յուրաքանչյուր հինգշաբթի հավաքվում ենք մեր թեմի եկեղեցիներից որևիցե մեկում եւ այսօրվա ժամերգությունը տարբերվում է նրանից, որ մենք բոլորս միասին, բոլոր քահանաներով եւ մեր հավատացյալներով ենք այստեղ միասին աղոթելու, միասին մեկս մյուսին զորացնելու։ Այս աղոթքը մեր միասնության խորհուրդն ունի իր մեջ, որովհետև այն դժվարությունները, որոնց միջով անցնում ենք մենք, մեր եկեղեցին, մեր թեմը հատկապես մեզ հորդորում է, այսպես մղում է, որպեսզի մենք միասնաբար հավաքվենք եւ մեկս մյուսով ավելի ուժեղանանք, մեկս մյուսի հետ աղոթենք եւ այդ աղոթքը մեզ զորացնի մեկ շաբաթը, որ պիտի առաջիկայում մենք ապրենք, անցկացնենք տոկունությամբ, վստահությամբ, համոզումով եւ դժվարություններից, խնդիրներից չվախենալու վճռականությամբ։ Ժամերգության ավարտին ներկաներին խոսք ուղղեց Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զորայր քահանա Կարապետյանը։ Տեր հայրը պատգամեց ներկաներին հավատարիմ մնալ Սուրբ եկեղեցուն, հորդորեց չերկնչել այս օրերին Սուրբ եկեղեցու եւ հոգևոր դասի առջև ծառացած դժվարություններից եւ հավելեց. յուրաքանչյուր քրիստոնյա իր թիկունքին ունի Աստված, իր թիկունքին ունի Հիսուս Քրիստոս եւ այնպես որ վախենալու բան չունենք։ Մենք անցնում ենք այս ամենի միջով պատվով, վստահությամբ, սիրով, ջերմությամբ եւ հավատքով։ Մենք Արագածոտնի թեմի հոգևորականներս եւս մեկ անգամ հաստատում ենք, որ հավատարիմ ենք մեր կատարած ուխտին։ Միասնական ժամերգությանը ներկա քահանաներից շատերը արարողությունից առաջ տեղեկացան Արշակ arczepiskopos Խաչատրյանի ձերբակալության մասին։ Չենք կարող անտարբեր մնալ այս ամենի հանդեպ, որովհետև մենք ինքներս եկեղեցու նվիրյալ ենք, մենք ինքներս եկեղեցու սպասավոր ու ծառա ենք, եւ մենք ինքներս այս ազգի ու ժողովրդի նվիրյալներն ենք։ Իհարկե միշտ ուծավ, որ փորձում են ինչ-ինչ ճանապարհներ օգտագործելով մեր միասնությունը խարխլել։ Բայց ես վստահ եմ առավել քան երբեք, որ այս մեր միասնական աղոթքները մեզ ավելի ամրապնդվելու, գոտեպնդվելու, ավելի միասնանալու եւ ավելիով մեկս մյուսի նկատմամբ սիրով ու ջերմությամբ լցվելու, որովհետև մեր պայքարը արդար է։ Դեկտեմբերի 11-ին եկող հինգշաբթի օրը ժամը 18-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Թալինի տարածաշրջանի Մաստարա համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցում։